Բարև բոլորին, բարի գալուստ երկիր պարադոքս։ Հիմա դիտենք։ Պարենային անվտանգության առումով շատ կարևոր հարց կարող է լուծել Արցախը, թե Արցախի, թե Հայաստանի համար, իսկ քաղաքական առումով Արցախի գոյությունը ապահովում է Հայաստանի լիարժեքությունը։ Սեփական հայրենիքը գիտակցաբար կործանման տանող թիմի նկարագիրը հենց թիմի ներսից տպավորությամբ։ Եթե սկզբնական ժամանակահատվածում երևում էր փոփոխություններ կատարելու ակնհայտ ցանկություններ, բայց նաև դրա հետ մեկտեղ նշмарվում էր մեղմ ասած փորձի պակաս, ապա ժամանակը ոչ թե օգտագործվեց փորձի պակասը լրացնելու վրա, այլ ձևականությունների վրա։ Պետ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է իմ տաղավարում խոսել անընդհատ վերարտադրվելու նպատակ դրած իշխանության մասին, որը ձախողելով պետական կառավարումը չի ուզում տեղը զիջել ուրիշի։ Արցախում մենք տեսնում ենք, որ եւ արհեստական սով է ստեղծված, եւ սպանում են, եւ արևանգում են, եւ նաեւ այդ մշակույթն է ոչնչացնում։ Ցեղասպանություններն ու էթնիկ զտումները քաղաքական խնդիրները լուծելու մեխանիզմ։ Արևմուտքին այս պահին պետք է որ Արցախում լինի էթնիկ զտում։ Միջազգային դերակատարները այս ամենը դատապարտում են ու իրենք էլ կազմակերպում տեղի իշխանությունների հետ պայմանավորված։ Պատերազմից առաջ ինձ հարց է տալիս Հայաստանի ղեկավարությունը ով է պայմանավորվել բրիտանական կառավարության մի կազմակերպության հետ, որ ականազերծման աշխատանքներ կատարի Արցախի հարավում, որտեղից ադրբեջանական զորքը հետո մուտք գործեց։ Դա պետական դավաճանություն է, պետական հանցագործություն է։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է խոսել դավադրության մասնակիցների մասին, որոնք Արցախում հնարավոր են դարձնում էթնիկ զտումը, միաժամանակ դատապարտելով այն։ Բայևը եղավ 11-ից 18 թվականները Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Այդ ժամանակ այ հենց մայրով եղբայրները, այո, 7 տարի, դա քիչ չի։ Հայ ճարտարապետների անջնջելի ձեռագիրը Ադրբեջանի մայրաքաղաքի վրա, Բաքվի ֆիլհարմոնիան, գլխավոր թատրոնը, ամբողջական թաղամասեր։ Մեր հայ ճարտարապետներից շատերը օգտագործելով եւ հայկական ժողովրդական ճարտարապետության ինչ-որ տարեր կարողացել են ստեղծել մի նոր ոճ, որի կրողը դարձավ հետո Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու քաղաքը։ Ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տերմինասյանն է խոսել Հովանես Քաջազնոնու, Գաբրիել Տերմիքելովի, Վարդան Սարգիսովի շատ այլ ճարտարապետների մասին, որոնք իրենց նորարար գաղափարներն իրացրին նաև հայերի բնորրամ Բաքվում։ Երկիր պարադոքս։ Բարի գալուստ ծրագիր, ես Աննա Բալյանն եմ։ Փաշինյանը մեկ հոխորտում է արցախցիների վրա, թե Բադրիջան տնկեք, մեկ էլ ինքն անձամբ անիրատեսական համարում իր առաջարկը։ Ադրբեջանի դիպուկահարներն ասում է կրակում են վարող տրակտորիստի վրա սպանում։ Հիմա տրակտոր էլ չի աշխատում, որովհետև վառելիք չկա։ Եթե ինչ-որ հրաշքով բերքահավաքել անեն, այն հնարավոր չէ հասցնել ալրաղացներ։ Եթե ինչ-որ հրաշքով ալյուրել ստանան, կրկին վառելիք չլինելու պատճառով հնարավոր չէ հասցնել արտադրամասեր, հաց թխել ու բաշխել եկամուտ չունեցող արցախցիներին։ Եթե ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ, հերթերը այնքան մեծ են, իսկ ապրանքը այնքան քիչ, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մոտ հասնելով, այդ վաճառվող, այդ քիչ հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքը իրենց կարող է ուղղակի չհասնել։ Օրական Արցախի տնտեսությունը կորցնում է առնվազն 752 միլիոն դրամ։ Շրջափակված մնալու պարագայում այն կարող է գոյատևել ընդամենը մինչև հուլիս։ Այս ախտորոշումը տնտեսագետ ֆինանսիստների խումբը հաշվարկներից հետո տվել էր դեռ ամիսներ առաջ։ Հուլիսն ավարտվեց։ Ինչ է լինելու հիմա, կբացատրի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ DSA խորհրդատվական խումբ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։ Բարի գալուստ ծրագիր, պարոն Անանյան։ Արցախի տնտեսությունը փաստորեն հիմա փլուզման եզրին է կամ փլուզված վիճակում է։ Ինչ պիտի լինի հետո։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, երբ որ խոսում ենք Արցախի մասին, կարծես թե Արցախի տնտեսության մասին զրույցը դառնում է երրորդական կամ չորրորդական, կամ նույնիսկ շատ դեպքերում արդեն անտեղի, որովհետև արդեն գոյութենական խնդիր կա։ Այսինքն մեր հայրենակիցների, արցախցիների, Արցախի հանրապետության գոյության խնդիրը կա, որը առաջնակարգ կամ առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունի։
Այ Նիկոլ Փաշինյանը առաջարկ ունի, ասում է Բադրջան ցանեք եւ ապրեք, կամ ասում է ես գումար եմ տալիս, այդ գումարը օգտագործեք։ Արդյոք դա այն գումարն է, որով հնարավոր է ինքնաբավ լինել եւ առհասարակ այս ուսումնասիրության մի բաղադրիչ էր այն, որ գումարի մեծ մասը բանկերի միջոցով վերադառնում է էլի Հայաստան, այսինքն դա ամբողջությամբ Արցախում չի իրացվում։ Ինչ որ կերպ գոյատևելու հնարավորություն տեսնում եք դուք։ Գիտեք, թերևս Արցախի գյուղերում, գյուղական համայնքներում կյանքը մի թեթև ավելի ջուրին է, քան քաղաքային համայնքներում, որովհետև գյուղատնտեսությունը, մասնավորապես բուսաբուծությունը, բանջարաբոստանային եւ մրգերի այդ գյուղատնտեսությունը ընդհանուր առմամբ ճիշտ է տնային մակարդակով, այսինքն տնայնագործության մակարդակով, այսինքն տնային տնտեսությունների մակարդակով ապահովում է նվազագույնը, իհարկե ոչ անհրաժեշտ խմբականակը կամ անհրաժեշտ մթերքները, բայց այն ինչ որ հնարավոր է ստանալ հողից գյուղատնտեսության միջոցով, հավատացնում եմ, որ Արցախում այդ ամեն ինչ արվում է, նույնիսկ այս պայմաններում եւ նույնիսկ Արցախում կան խելացի ֆերմաներ, գյուղատնտեսության այդպիսի բուսաբուծության այդպիսի ֆերմաներ, որոնք այսօր էլ որոշակի չափով գործունեություն են իրականացնում։ Թեպետ Արցախ ասածը պայմանական է, որովհետև հիմնական մասը Ադրբեջանը կարծես վերցրեց եւ եղածն էլ վերահսկում է, բայց գյուղատնտեսության առումով ճիշտ եք ասում, գյուղատնտեսության առումով Արցախը այն ինչ որ ապահովում էր իր կենսապահովման համար, նույնիսկ Հայաստանի Հանրապետությանը ապահովում էր նաեւ հացահատիկով, օրինակ այդ մեծ հնարավորությունները, այդ վայրերը, արդեն այդ հողատարածքները, այդ տարածքները հիմնական ապահովող տարածքները, գյուղատնտեսության գործունեություն ապահովող տարածքները մեր Արցախի Հանրապետության վերահսկողության տակ չեն գտնվում։ Մատնանշեցիք Նիկոլ Փաշինյանի վերջերս ասուլիսում հնչեցրած մտքերին, որ մենք փող ենք տալիս, գիտեք, նախ այստեղ մի շատ տրիվիալ բան կա, որ պետք է ասեմ, գումարը հատկացվում է Արցախին, Արցախի Հանրապետության հենց սկզբնավորման ամենասկզբից, դա ձևակերպվում է համապատասխան ֆինանսական կառավարման համապատասխան գործիքակազմով եւ դա մեր հանրության կողմից ձևավորված հանրային գումարներն են, որ մենք ժամանակին որոշում ենք կայացրել, որ Արցախի Հանրապետության գոյության համար մենք պետք է պետական ֆինանսների կառավարման համակարգի ներքո այդպիսի աջակցություն եւ այդպիսի վարկավորում իրականացնենք։ Հետևաբար ոչ Նիկոլ Փաշինյանն է այդ գումարը տրամադրում կամ որևէ կառավարության ղեկավար նախկինում կամ ապագայում, այլ հայ ժողովուրդը իր գործունեությամբ ապահովված հանրային միջոցների մի մասը տրամադրում է իր մյուս մասնիկին։ Այդ գումարը, որ հիմա է տրվում, ինչին է բավարարելու։ Գիտեք, պետությունը, նաև Արցախի Հանրապետությունը, իհարկե ինքը կենսապահովման համար հիմա շատ, այսպես ասած, ճգնաժամային իրավիճակում է գտնվում, բառը թերևս մի քիչ ավելի բան ընտրեցի ես, մի քիչ ավելի չուզեցի դրամատիկ բառ։ Այո, մի փոքր մեղ ճգնաժամային վիճակում է գտնվում, բայց ել եմ ասում, պետական կառույցները պետք է գործեն։ Պետական կառավարումը պետք է իրականացվի։ Ներքին անվտանգությունն ապահովող մարմինները պետք է գործունեություն ապահովեն։ Դա բոլոր տեսակի ծառայություններն են, որոնք որ սահմանադրությամբ Արցախի Հանրապետության սահմանադրությամբ Արցախի Հանրապետությունը այդպիսի պարտականություն ունի Արցախի հայության հանդեպ։ Եվ հետևաբար, քանի որ պետական բյուջեի եկամուտների առումով արդեն ըստ էության Արցախի Հանրապետությունը պետական բյուջեի եկամուտների ձևավորման առումով ունի էլի մեղմ բառ օգտագործեմ ճգնաժամային իրավիճակ, եթե նախկինում որոշակի մեծ չափաբաժինը պետական եկամուտների ապահովում էին ներքին ռեսուրսների հաշվին, ներքին արցախյան հարկվճարողների հաշվին, ապա մենք գիտենք նաև խոշոր հարկվճարողների գործունեության տոտալ
դադարեցում, որոնք որ այսօր հնարավորություն չունեն գործունեություն իրականացնեն, հետևաբար չեն գեներացնում եկամուտներ, հետևաբար այդ եկամուտներից մասանումներ չեն կատարում Արցախի Հանրապետության պետական բյուջեը։ Հետևաբար այսպիսի սուղ պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսները թերևս ամենայն նվազագույնն են, որոնք որ գոնե պետք է ապահովեն այսօրվա Արցախի Հանրապետության պետության կենսա գործունեությանը։ Դուք եւս հիշատակեցիք, որ Հայաստանը ցորենի մի որոշակի տոկոսը ստանում էր, թերևս 15% ստանում էր Արցախից, հա 15-20% ստանում էր Արցախից, այ Արցախը որպես ռեսուրս, այս պարադոքսի մասին եմ ուզում խոսել, որ Արցախը ներկայացնում են որպես բեռ, այն դեպքում, եթե քո պետության տարածքը ավելի մեծ է, դու ավելի պաշտպանված ես եւ բարենային ավելի ապահովված պիտի լինես, հա, առանց Արցախի Հայաստանը եւ Արցախով Հայաստանը։ Առանց Արցախի Հայաստանը գրեթե ես չեմ պատկերացնում։ Չեմ պատկերացնում, որ առանց Հայաստանի, առանց Արցախի Հայաստանը կարող է գոյություն ունենալ։ Որովհետեւ Արցախը ինքը տարբեր նշանակություն ունի Հայաստանի համար։ Դուք պարենային անվտանգության ապահովման կամ նույնիսկ ցորենի մենք ժամանակին հիշում եմ, որ մենք ցորենի ինքնաբավության մասին էինք խոսում եւ դրա հիմնական բեռը տնտեսական տեսանկյունից դնում էինք Արցախի վրա։ Գիտեք, դա տնտեսական առումով այո, այդպես է եւ Արցախը այդպիսի նշանակություն ուներ եւ ունի Հայաստանի համար։ Թերևս Արցախը ընդլայնված տերիտորիաներով հանդերձ, այսինքն այն մարզերով, որոնք որ խորհրդային միության ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վարչական սահմանների մեջ չէին, բայց հետագայում առաջին պատերազմի արդյունքներով դրանք անցան Արցախահայության կամ Արցախի տնօրինության կամ տիրապետության ներքո։ Այդ ընդլայնված տարածքներում թերևս հնարավոր էր իրականացնել շատ կարևոր գյուղատնտեսական ծրագրեր, որը բացի Արցախի ինքնաբավությանից, նաև Հայաստանի որոշակի ապրանքների, ստրատեգիական ապրանքների առումով նաև Հայաստանին կոժանդակեր, որ Հայաստան ձեռք բերեր նաև ինքնաբավության որոշակի աստիճան, որոշակի ապրանքների գծով։ Սա տնտեսական առումով։ Բայց քաղաքական առումով Արցախի նշանակությունը թերևս շատ ավելի կարևոր է, որովհետև Արցախի գոյությունը մեր հարավային սահմանների անձեռնմխելիության թիվ 1 երաշխավորությունն է, թե նախկինում, թե հիմա։ Արցախը դա Հայաստանի հարավի, այսպես ասած, սահմանը պահող հայկական հողն է, հայկական տարածաշրջանն է։ Եվ սա չհասկանալը, կարծում եմ, շատ ուզում եմ մի քիչ ավելի իներտ բառ գտնել, բայց սա չհասկանալը թերևս նշանակում է, որ դու չես ճանաչում քո հայրենիքը։ Ուղղակի չես ճանաչում քո հայրենիքը, չես գիտակցում, թե ապագան ինչպես պետք է կառուցես, եւ առանց Արցախի Հայաստան այդ լոզունգով առաջ գնալը նշանակում է, որ դու սեփական հայրենիքդ տանում ես, գիտակցաբար տանում ես դեպի կործանման։ Հետևաբար, եթե ձեր հարցին մի քիչ տարբեր տեսանկյունով փորձեմ պատասխանել, տնտեսական առումով շատ անհրաժեշտ է եւ շատ կարեւոր է Արցախի գոյությունը, որտեղ պարենային անվտանգության առումով շատ կարեւոր հարց կարող է լուծել Արցախը, թե Արցախի, թե Հայաստանի համար, իսկ քաղաքական առումով Արցախի գոյությունը եւ Արցախի լինելիությունը անմիջապես ապահովում է Հայաստանի լինելիությունը։ Սա պատճառահետևանքային այնպիսի ակնհայտ կապ է եւ ակնհայտ երևույթ է, որ թերևս նվազագույն քաղաքական, նվազագույն պատմական, աշխարհաքաղաքական նվազագույն գիտելիքներ ունեցող ցանկացած մարդ
թերևս պետք է որ համաձայնվի իմ ասածների հետ։ Շատ մեծ պատասխանատվություն է այս իրավիճակում ապրել եւ մարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն քաղաքական իրողությունների համար նաեւ։ Դուք պատրաստակամություն եք հայտնել այդպիսի մի պատասխանատվություն վերցնել եւ կարծում եք, որ շարժի ժամանակ, ըմբոստության ժամանակ լիդերը կծնվի, այդ ժամանակ կծնվի։ Ինչպես եք պատկերացնում, ինչ պետք է փոխել, ինչ ճանապարհով պետք է գնալ, որովհետև տեսեք, գործող իշխանությունները կարծես ռազմական ոլորտին բյուջեից ավելի մեծ գումար են տրամադրել, թեպետ այդ գումարը չգիտես ինչու շենք շինությունների վրա է ծախսվում, քան թե զենք գնելու, տնտեսությունը փորձում են ամրապնդել, ինչ պետք է անել, որ չի արվում հիմա։ Հարցը բաժանենք երկու մասի։ Տնտեսության առումով ինչ չի արվում, կառուցվածքային փոփոխություններ չեն արվում տնտեսությունում։ Եվ տնտեսության այս զարգացումը, որ մենք տեսնում ենք տարբեր ցուցանիշներով, օրինակ հունվար-հունիս ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը 11.4%, դա բավականին բարձր է, բայց դրանք, ինչպես նախորդ տարի, փետրվարից սկսած, նաև այս տարեսկզբին ավելի շատ տեմպերով, բարձր տեմպերով հիմա հունիսին կարծես տեմպը սրընթաց ընկել է եւ ապագայում էլ սպասվում է որ տնտեսական ակտիվության որոշակի անկում է լինելու, ինչու, որովհետեւ տնտեսության զարգացումը պայմանավորված է արտաքին շոկերով պայմանավորված իրադարձություններով, այսինքն ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում որոշակի արտածին կամ արտաքին տնտեսական շոկեր դրական իմաստով ազդել են Հայաստանի տնտեսությանը եւ Հայաստանի տնտեսությունը սկսել է բավականին իր պոտենցիալից մի քանի անգամ ավել տնտեսական աճ գրանցել։ Հիմա օրինակ հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունիս ամսին եղել է 6.8% տնտեսական ակտիվության ցուցանիշը, գրեթե 2 անգամ պակաս մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշից։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ 2022 թվականի փետրվարի իրադարձություններով պայմանավորված արտաքին տնտեսական շոկերը դրական իմաստով դրանց ազդեցությունը մենք սկսեցինք 22 թվականի մայիսի վերջ հունիսից սկսած դրանց ազդեցությունը ունենալ տնտեսական ցուցանիշների վրա, այսինքն փետրվար-մարտ ամիսներին հետ աստիճանաբար ապրիլ ամիսին բիզնես միգրանտների, կապիտալի ներհոսքի եւ վերարտահանման այդ գործընթացների առաջին պտուղները կամ առաջի դրական շոկային տնտեսական շոկերի դրական ազդեցությունը մենք ունեցանք 22 թվականի հունիս ամսին։ Եթե հիմա հետահայաց նայում ենք ու տեսնում ենք, որ 23 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել կտրուկ, դա նշանակում է, որ համեմատական ցուցանիշը 22 թվականի հունիսի արդեն այս նույն տնտեսական շոկերով պայմանավորված արդյունք ապահոված ամիսն է։ Հետևաբար էլեմենտար հետևություն ենք անում, որ տնտեսությունում բացի արտաքին շոկերի դրական ազդեցությունների, այլ ավելի լավ իրադարձություններ տեղի չեն ունեցել։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ այսօրվա տնտեսական ակտիվությունը եւս պայմանավորված է արտաքին կամ արտածին տնտեսական շոկերի եւ դրանց դրական ազդեցություններից։ Սա խոսում է մի բանի մասին, որ այս դրական միտումով, այսինքն տնտեսական այսպիսի շարժի եւ դրական, այո, որոշակի դրական ցուցանիշներ ապահովելու պայմաններում կառավարությունը տնտեսական կառուցվածքի փոփոխությունների առումով, արտահանելի հատվածի փոփոխությունների առումով գրեթե քայլեր չի իրականացնում։ 2 տարի իրենց թիմի հետ աշխատել եք։ Տպավորությունն ինչպիսին էր։ Իրենք ուզում են ինչ-որ լավ բան անել, չեն կարողանում, թե ամեն դեպքում ձեռնտու է, որ ժողովուրդը լինի ոչ շատ բարեկեցիկ, որպեսզի ստիպված բոլոր զիջումներին համակերպվի Թուրքիայի հետ սահմանի բացմանը, Ադրբեջանին տարածքներ զիջելուն։ Տեսեք, 18 թվականի մայիսից սկսած ես ականատես եմ եղել եւ անմիջականորեն ներգրավված եմ եղել կառավարության թիմում,
եւ որոշակի պատասխանատվություն եմ ունեցել տնտեսական քաղաքականության որոշակի հարկաբյուջետային առումով կամ հարկերի պետական եկամուտների կոմիտեի նախագահն եք։ Այո, հավաքագրման առումով, եթե սկզբնական ժամանակահատվածում երևում էր փոփոխություններ կատարելու, տնտեսությունը զարգացնելու, հանրության վիճակը լավացնելու ակնհայտ ցանկություններ, բայց նաև դրա հետ մեկտեղ նշмарվում էր մեղմ ասած փորձի պակաս, ապա ժամանակը ոչ թե օգտագործվեց փորձի պակասը լրացնելու վրա, այլ ժամանակը գնաց եւ ժամանակը ավելի շատ 20 թվականից սկսած համավարակի պայմաններում գնաց արդեն ձևականությունների վրա եւ որոշակի դիրքավորումների փոփոխություն կատարվեց։ Հետեւաբար, երբ որ դու չես կարողանում իրականացնել լավ նպատակներ, որոնք ծրագրավորում էիր, բայց գիտելիքդ չէր հերիքում, եւ գիտելիք ձեռք բերելու, փորձ ձեռք բերելու ակնհայտ փորձեր դու չես իրականացնում, շատ ավելի հեշտ է փոփոխել նպատակները։ Եվ այդ նպատակները արդեն դառան քաղաքական կոնյունկտուրայից բխող նպատակներ, այսինքն քաղաքական իշխանությունը անընդհատ վերարտադրելու եւ վերարտադրվելու նպատակ է դնում։ Հետեւաբար ինչպիսի նպատակներ պետք է դնի, ավելի կարճաժամկետ այնպիսի նպատակներ, որոնք հաջողությունների պատրանք են ապահովում, բայց խորքային փոփոխությունների չեն բերում։ Այս է իրականացվել այս մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Իսկ այ ռազմարդյունաբերությունը զարգացնելու, բանակը կայացնելու առումով, որ երկիրը ավելի պաշտպանված լինի, վերջո պատերազմը չի ավարտվել։ Գիտեք, ես որոշակի տեղեկատվություն ուղղակի տեղյակ եմ մամուլից, ընկերներիս հետ զրուցելուց, որ ռազմաարդյունաբերության որոշակի այսպես ասած նախաձեռնություններ կան, որոնք ինչ որ արտադրանք են թողարկում, որոնք որ պետության համապատասխան գերատեսչությունները փորձարկում են կամ փորձարկումներ են նշանակում կամ ինչ որ ճշգրտումներ են կատարում, բայց դրանք ես չէի ասի, որ այնպիսի ծավալներ է հասնում, որ մենք արտաքին անվտանգության ապահովման համար մեր պոտենցիալը, մեր ներուժը կարող ենք համալրել ներքին ռեսուրսներով։ Հետևաբար, եթե նույնիսկ քայլեր կատարում են, որոնք, չգիտեմ, ինչ որ ավելի երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ որոշակի ինքնաբավության մակարդակ ապահովեն, ապա ակնհայտ է, որ մենք պետք է այս պահին գոնե ակտիվ բանակցություններ վարենք եւ արտաքին աշխարհից եւ արտաքին մատակարարներից ձեռք բերենք համապատասխան զինատեսակների համաձայն ռազմական դոկտրինայից իհարկե բխող համապատասխան զինատեսակներ մենք պետք է ձեռք բերենք։ Բայց մենք ակնատես ենք լինում այնպիսի հայտարարությունների, որ կարծես թե մենք գումարի խնդիր չունենք, բայց մեզ զենք զինամթերք չեն վաճառում։ Եվ գիտեք, սա տարօրինակ հայտարարություն է, որ մենք ակնատես ենք լինում, որովհետև եթե դու այդպիսի հնարավորություն չունես կամ այդպիսի չես կարողանում ապահովես այդպիսի շատ կարևոր միջոցառում, միգուցե ժամանակն է հեռանալ եւ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կան եւ զբաղվեն այդ ամեն ինչով։ Այստեղ հարցեր են, որոնք որ ոչ թե հերետորական են, այլ պատճառահետևանքային են։ Եթե դու ձախողել ես պետական կառավարումը, եթե դու ձախողել ես այս կամ այն գործառույթը, միգուցե արդեն ժամանակն է, որ դու տեղդ զիջես այն մարդկանց, որոնք որ կարող են գալ եւ շատ ավելի արդյունավետ իրականացնել պետական կառավարման տվյալ ոլորտը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Անցնենք առաջ, Ադրբեջանը Բերձորի միջանցքից Հակարիի կամրջին ապօրինի տեղադրած անցակետից առևանգեց արցախցի Վագիվ Խաչատրյանին։ Առևանգեց հենց Կարմիր խաչի շտապօգնության մեքենայից, որով հիվանդին տեղափոխում էին Հայաստանի Հանրապետություն սրտի բաց վիրահատության։ Ադրբեջանը 68-ամյա տղամարդուն հիվանդանոցի փոխարեն տարավ Բաքվի բանդ ու մեղադրանք առաջադրեց 90-ականներին իբրև թե Խոջալույում կռվելու համար։ Իմ հայրը հանցագործ չէ, նա ապրել է իր կյանքը արժանապատիվ եւ ոչ մեկը իրավասու չէ իմ հայրիկին հանցագործ անվանելու։ Արցախի Հանրապետության մեկ այլ բնակչի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին էլ թշնամին առևանգեց ըստ իրենց տեղեկությունների Աղավնոյի մոտակայքից։ Բեգլարյանը վերջին կործանարար պատերազմին տեղահանվել էր Շուշի քաղաքից ու ապրում էր Հին Շեն գյուղում։
Արցախցի տղամարդկանց առևանգելն ու մեղադրանքներ հորինելը էթնիկ զտման մեխանիզմներից է, ոչ մի նորություն։ Սրեբրենիցայում էլ օրինակ բոսնիական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի խաղաղապահների պաշտպանության տակից փախստականների շարքերից բոսնիացի սերբերը առանձնացրին մոտ 8000 տղամարդու, գնդակահարեցին ու թաղեցին զանգվածային գերեզմաններում։ Տարիներ անց միջազգային տրիբունալը սերբերի գործողությունները որակեց ցեղասպանություն։ Այսօր էլ Ադրբեջանը արցախցի տղամարդկանց ցուցակներ ունի, որոնք իրականում պաշտպանել են իրենց հայրենիքն ու ընտանիքները, բայց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու պարագայում դիտվելու են որպես հանցագործներ եւ չի բացառվում, որ արժանանան Սրեբրենիցայի տղամարդկանց ճակատագրին։ Արցախում Ադրբեջանը կիրառում է նաև ցեղասպանության մեկ այլ տեսակ, որ հոլոդոմոր անունն ստացավ Ուկրաինայի դեպքում։ Խորհրդային իշխանությունը արհեստական սով էր կազմակերպել ըստ նրանց վարկածի, որին զոհ գնացին մինչև 7.5 միլիոն ուկրաինացի։ Մեր աչքի առջև Արցախի մեր արյունակիցների հանդեպ կիրառվող հոլոդոմորի ու Սրեբրենիցայի մասին խոսենք վերլուծաբան Ստեփան Դանելյանի հետ։ Բարի գալուստ ծրագիր, պարոն Դանելյան։ Բարև ձեզ։ Ցեղասպանությունը, որը այս պահին իրականացնում է Ադրբեջանը Արցախի ժողովրդի հանդեպ, անուն ունի ըստ էության, ուկրաինացիները օրինակ դա կոչել են հոլոդոմոր։ Արդյոք ընդհանրություններ տեսնում եք այսօր Արցախի հանդեպ կատարվողի հետ։ Ուկրաինայում ինչ որ կատարվել է, դա սարսափելի բան է կատարվել, բայց ես չեմ կարծում դա հատուկ է արվել այն ուկրաինացի ժողովրդի դեմ, եւ այդ ուկրաինացի ժողովուրդը գոնե այն ժամանակ շատ ամոր հասկացողություն էր, այսինքն դա հատուկ չէր արվում, հա, դա ինչ-որ քաղաքականության հետևանք էր։ Իսկ Արցախում մենք տեսնում ենք, որ դա հատուկ է արվում, դա հատուկ քաղաքականություն է էթնիկ զտման համար, իսկ էթնիկ զտումը դա նույնպես ցեղասպանություն է, ցեղասպանություն է նաև մշակույթի ոչնչացումը, ցեղասպանություն է նաև այդ լեզվի դեմ ինչ-որ գործողություններ, դպրոցներ փակել եւ այլն, այսինքն ժողովրդին որպես մշակույթ հոգեվոր բան, միասնություն սպանելը նույնպես ցեղասպանություն է, թեկուզ ֆիզիկապես չսպանենք։ Արցախում մենք տեսնում ենք, որ եւ արհեստական սով է ստեղծված, եւ սպանում են, եւ արևանգում են, եւ նաեւ այդ մշակույթն է ոչնչացնում։ Մենք տեսնում ենք ուղիղ իմաստով եկեղեցիներ, գերեզմանոցներ եւ այլն, նաեւ անուղղակի իմաստով իրենք շղթում են այդ ժողովրդի իրավունքները այդտեղ ապրելու եւ ոչ միայն Արցախի, նաեւ Հայաստանի։ Այ առաջին հայացքից տեսեք, ընդհանրություն է նկատվում նաեւ Սրեբրենիցայի դեպքերի հետ, երբ ՄԱԿ-ի խաղաղապահների վերահսկողության տակից տղամարդկանց ուղակի առանձնացրին, սպանեցին եւ թաղեցին։ Այսինքն, կարծես թե խաղաղապահներն էլ չկարողացան անվտանգության երաշխավոր լինել։ Հիմա էլ Արցախին Կարմիր խաչի ենթակայության տակից ուղակի վերցնում են եւ տանում կալանավորում։ Լավ, եթե դուք ուզում եք պատմական զուգահեռներ անցկացնել, ապա ես ձեզ կասեմ մի բան, որը գուցե շատերի համար, չգիտեմ, բան լինի, էթնիկ զտումները եւ ցեղասպանությունները ու չակերտներով դա նորմալ պրակտիկա է համաշխարհային քաղաքականության մեջ։ Դեռևս Հռոմի կայսրության ժամանակ։ Նորմալ թերևս, բայց ոչ ընդունելի։ Պարզապես ընդունելի եւ հատուկ կազմակերպող խնդիրներ լուծելու համար, այո։ Նո հին Հռոմում դա հրեաների էթնիկ զտումներ, այսինքն 71-72 թվականներին մինչև 130-40 ամբողջ հրեական ժողովուրդը ըստ էության հռոմեացիների կողմից հալածվեց, սպանվեցին եւ լքեցին իրենց տարածքները, այդտեղից են որ հրեաները աշխարհում մեկ տարածված են։ Հռոմեական կայսրությունից հետո նաև գանք մեր ժամանակները պայմանական 19-րդ դար, 20-րդ դար, դա էթնիկ զտումների գլոբալ, այսինքն տարածված երևույթ էր, որովհետև կայսրությունները երբ որ փլուզվում էին, կայսրությունները այնպես էին էթնոսներին դասավորում, որ միմյանց մեջ լինեն, հա, այսինքն այդ ընդհանուր տարածքում չբնակվեն, որ չկարողանան ապստամբել եւ նաեւ եթե խնդիր է առաջանում, միմյանց դեմ իրենք պատերազմեն, հա։ Հիմա ինչ կատարվում է ըստ էության այդ ենթատեքստում 15 թվականի ցեղասպանության շարունակությունն է։ 15 թվականի ցեղասպանությունը նաեւ հույների եւ թուրքերի պայմանավորված էթնիկ զտումները, երբ որ միլիոնից ավել հույներ եւ քանի 100,000 թուրքեր բնակության փոխանակում եղավ 20-րդ դար, հիմա դուք խոսում եք Սրեբրենիցայից, բայց նայեք ամբողջ 20-րդ դարը դա էթնիկ զտումներից է բաղկացած Բալկաններում առաջ համաշխարհային պատերազմի ժամանակ
երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ լեհերի զանգվածային տեղափոխությունը Ռուսաստանի արևմուտքից, սովետական միության արևմուտքից դեպի Ղազախստան, պատերազմի ժամանակ գերմանացիների, չեչենների, ինգուշների, Ղրիմի թաթարների, նաև հայերի, հա, ասենք Ղրիմից, դրանից առաջ Եկատերինայի ժամանակ, երբ որ հայերին էին, հա, տեղահանում, երբ որ 90% ադիգեյցիներին կամ չերկեզների կամ ոչնչացվեցին կամ տեղափոխվեցին, հա, որովհետև չէին հպատակվում, Լեհաստանում, երբ որ ուկրաինացիներին եւ բելարուսներին, 1940 Ընդհանրությունները բազմաթիվ են։ Ձեռագիրը նույնն է, ընդհանրությունները բազմաթիվ են։ Այսինքն, ես ինչի համար եմ, ես կարող օրինակները չափից շատ բերեմ։ Միացյալ Նահանգներում, հա, 42-41 թվականներին 100,000-ից ավել չինացիների բանը համակենտրոնացնան ճամբարներ լցրել բուրերի, անգլիացիների կողմից, էլ Աֆրիկայի մասի չեն խոսում։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասեմ, միջազգային քաղաքականության մեջ էթնիկ զտումները խնդիրները լուծելու մեխանիզմներ են։ Եթե խնդիրները չի լուծվում, ապա էթնիկ զտումներ են կատարում եւ ասում են դա ավելի խաղաղ միջոց է, քան միմյանց եթե իրեն կոտորեն եւ քանի որ միջազգային քաղաքականության մեջ չեն ասում դա լավ բան է, դատապարտում են, բայց իրականում կազմակերպում են։ Եվ ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ մեզ մոտ մարդիկ լավ հասկանան, որ ինչ որ Արցախում կատարվում է, դա նույնպես միջազգային ուժերի կողմից կազմակերպված է եւ թույլատրված է, որտեւ կան գերտերություններ, որոնք ունեն խնդիրներ։ Խնդիրը հետեւյալն է, որպեսզի Հարավային Կովկասից Ռուսաստանը դուրս մղվի, պետք է իրենց զորքերը այստեղ մնալու պատճառը չունենան։ Ռուսներին պետք է, որ իրենք պատճառ ունենան այստեղ լինելու, լինի վեճ, որ իրենք զորք պահեն։ Դրսին պետք է, որ չլինի վեճ, ռուսները հեռանան եւ Իրանի, Ռուսաստանի միջև լինի, ասենք, sense գոտի, հա, որը իրենք իրարից տարանջատեն, որովհետեւ գնում է համաշխարհային պայքար գերտերությունների միջև։ Հիմա Արևմուտքին այս պահին պետք է, որ Արցախում լինի էթնիկ զտում։ Իրենք ամեն ինչ դրան տանում են, Ալիևին թույլատրում են դա անել, դրդում են շատ դեպքերում, բայց առերևույթ իրենք դա դատապարտում են։ Այդ նույն բանը եղել է Բալկաններում 90-ական թվականներին, երբ որ հատուկ դա կազմակերպվում էր եւ նույն Սրեբրենիցայում եւ այլն, բաներ կան, ՆԱՏՕ-ի գեներալներ կան, որ ասում են գիտեինք, որ դա լինելու է, մենք ասենք թողել են, հրապարակավ հայտարարել են, այսինքն համարել են, որ պետք է սերբերին, բոսնիացիներին, խորվաթներին եւ այլն զտումներ կատարվի, որ իրար մեջ խառը չբնակվեն, որ անդադ պատերազմ չլինի եւ նաեւ մյուս երկրներին Ռուսաստանի եւ այլն սերբերի միջոցով իրենց ազդեցությունը թույլատնեն, հա։ Այսինքն ես նորից եմ կրկնում, Արցախում ինչ որ կատարվում է, դա մտածված քաղաքականություն է գերտերությունների շահերը սպասարկող։ Դեռ խոսենք այդ մասին, հիմա Արցախում կատարվողի մասին ռեպորտաժ դիտենք եւ շարունակենք, լավ։ Փաշինյանը գաղտնիք է բացում բրյուսելյան պայմանավորվածություններից։ We've even prepared a document that we called an audit. Մենք պատրաստել ենք մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել։ Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է։ Այն, որ Ալիևի չկատարած պայմանավորվածությունների փաթեթը հաստ է, ակնհայտ է անգամ առանց Փաշինյանի ասելու։ Փոխարենը հենց ինքն է նոյեմբերի պայմանավորվածություններից դուրս Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում, տարածքներ նվիրում բանավոր պայմանավորվածությամբ ականապատ դաշտերի քարտեզներ տալիս թշնամուն, շատ ավելին հանուն հորինված խաղաղության։ Ըստ Փաշինյանի, Ալիևը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռևս անցյալ տարեվերջին է խոստացել, պարտավորվել, որ մեկ շաբաթից 15 օրում ազատ կարձակի 10 հայ գերիների։ Հիշեցնում է Փաշինյանը Եվրանյուզի հետ հարցազրույցում։ Մինչև հիմա, ասում է, այդ պարտավորությունը Ալիևը չի կատարել։ Եվ սա եւս նրա խոսքով բրյուսելյան միջնորդության թերությունն է։ Միջնորդը հետամուտ չի լինում բանակցությունների ընթացքում կողմերից մեկի թերությունների վերացմանը։ I assume that effective mediation is when there's Արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարմանը հաջորդում է համապատասխան քաղաքական վերաբերմունք նրա նկատմամբ, ով խախտել է ստանձնած պարտավորությունները։
Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում գերիներին, այլև առևանգում է նորերին։ Բերձորի ապօրինի անցակետից Վագիվ Խաչատրյանի առևանգումից հետո պարզվում է ադրբեջանական սահմանապահ ծառայությունը Աղավնոյի մոտակայքում ձերբակալել է 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ Միևնույն ժամանակ Բաքվի բռնապետը արցախահայերին նորմալ կյանք է խոստանում, դարձյալ Евроньюз-ի հետ հարցազրույցում։ Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս, նրանց կտրվեն անվտանգության եւ իրավունքների երաշխիքներ, այդ թվում կրթական, մշակութային, կրոնական եւ վարչական։ Պատերազմում հաղթելը Ալիևն ասում է իր քաղաքական կյանքի առաքելությունն էր, որը հաջողությամբ է իրագործել։ Ընդգծում վերականգնել են արդարությունն ու հիմա էլ հայկական կողմի հետ խոսում խաղաղության մասին։ If Armenia wants peace, we will reach it. Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, եւ չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեզանից։ Նկատի ունեմ, որ մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք ստիպված կլինեն ընտրություն կատարել, մնալ այստեղ, ապրելու որպես մեր քաղաքացիներ եւ ազգային փոքրամասնություն կամ հեռանալ։ Փաշինյանն ասում է, ինչքան էլ դժվար լինի մարդկանց բացատրել, որ իրենց որդին կամ դուստրը զոհվել է հանուն խաղաղության, բայց մեր ողջ նպատակը խաղաղությունն է։ Փաշինյանը չի ասում, որ խաղաղությունը այս պահին միայն երևակայական է։ Իսկ հայրենիքի զգալի մասը, որը պահելու համար զոհվել են նշված որդին ու դուստրը, ինքը գրչով հանձնել է թշնամուն։ Մենք չնայած տեսնում ենք, որ դա կազմակերպված է եւ գերտերությունների կողմից թողտվություն կա, բայց ամեն դեպքում համաշխարհային խաղաղությունը գոնե առերևույթ պահպանելու համար ստեղծվել են ինստիտուտներ, որոնք այս պահին արձագանքում են։ Օրինակ, Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը արձագանքում է, հայտարարում է, որ ինչ Արցախում կատարվում է, ցեղասպանության տարրեր է պարունակում, կամ միջազգային դատարանն ասում է բացեք միջանցքը։ Արդյոք սա եւ որևէ մեկ ուշադրություն չի դարձնում այս ամենին։ Արդյոք սա նշանակում է, որ այս համակարգը անվտանգության պահպանման համաշխարհային համակարգը սպառել է իրեն եւ հիմա պետք է մտածենք նոր որևէ մեխանիզմի մասին։ Իհարկե սպառել է իրեն, բայց սա լրիվ այլ մի հատ երկար խոսակցություն է, որ հիմա այն ինչ որ կատարում է Ուկրաինայում, ինչ որ կարող է կատարվել Հարավային Կովկասում, ավելի վատ բաներ, այո, դա այդ գերտերությունների պայքարն է եւ շատերը համեմատում են դա առաջին համաշխարհային պատերազմի առաջ ստեղծված վիճակի հետ, երբ որ իրավիճակը գալիս է այնպես, որ լուծում չի լինում է պատերազմից հետո նստում են համաշխարհային կոնֆերանս է լինում, որտեղ պայմանավորում են այս սկզբունքների մասին, որի վրա կառուցվում է աշխարհը։ Հիմա Միացյալ Նահանգները կորցնում է իր հեգեմոնիան, ինքը պայքարում է դրա համար, ժամանակին հռոմեական կայսրություններ պայքարում, ժամանակին բրիտանական թագավորություններ պայքարում, 20-րդ դարի սկզբին, եւ հենց Բրիտանիան առաջերտին հրահրեց ըստ էության առաջին համաշխարհային պատերազմը, որովհետեւ Եվրոպայում լինի իրար ջարդ, ոչ ոք հիմնական երկիր չառաջանա, որ իր դիրքերը չսասանվի, չնայած սասանվեց։ Հիմա այս նույն process-ն է գնում, այսինքն բայց սա մի հատ առանձին եւ երկար խոսակցության թեմա է։ Իսկ դուք տեսնում եք, պատկերացում ունեք, թե ինչը կարող է զսպել այս ամենը։ Եթե ոչ միջազգային քրեական դատարանը, եթե ոչ դատարանի անուն եք տալի, ինչ-որ ինստիտուտի անուն եք տալի, եթե ոչ ՄԱԿ-ը, մի հատ տեսեք ինչ է կատարվում։ Նույն Եվրոմիությունում կա խորհրդարան եւ կա կոմիսիա, կառավարություն, Հիմա պատգամավորներից մեկը Եվրոմիության ասում է, որ մենք տեսնում ենք ինչ է Արցախում կատարվում, մենք բողոքում ենք եւ անենք անում, բայց կոմիսիան, կառավարությունը որևէ քայլ չի անում։ Այսինքն պարլամենտը դա ազդեցություն չունի, ուղղակի բարոյական շղարշն է ստեղծում։ Որոշումները ընդունում է կառավարությունում, չէ՞, եւ Եվրոմիության կառավարությունը գնում է, ասենք, Բաքու, իրենց ղեկավարները դիֆերանտներ են երգում, նավթ, գազ, փող եւ այլն։ Սա է իրականությունը, այսինքն որոշումները ինչ որ ինստիտուտները չեն կայացնում։
որոշումները կայացնում է Եվրոմիությունը, կառավարությունը, Բրիտանիան, որը մեծ ազդեցություն ունի շահեր ունի, Միացյալ Նահանգները, որ գլոբալ խնդիրներ ունի, այ որոշումները իրենք են կատարում։ Իսկ այդ ինստիտուտները ինչ որ խոսքեր ասում են, իրաց դեմքն են փրկում, այսինքն դա ոչ մի բան չի նշանակում։ Իսկ այն, որ մենք հայտնվեցինք այս իրավիճակում եւ ոչ թե այլ, հա, այսինքն կար ժամանակ, որ Ալիևին էին ստիպում, որ ճանաչի Արցախը, ըստ էության այն ժամանակ ուրիշ կառուցվածքեր այդ ձեր ասած շահերը սպասարկելու գերտերությունների։ Մենք ունենք մեղքի բաժին, որ այս հանգրվանում ենք, ինչն է սխալ արվել, միգուցե արտաքին քաղաքականության մեջ։ Էլեմենտար բան է, ես եկեք հեռու չգնանք։ Եթե 2000 թվականի ամռանը, որ սաղ աշխարհը գիտեր, մենք էլ գիտենք, որ Թուրքիան մտնելու է պատերազմի մեջ, հա, Ադրբեջանի հետ մեր դեմ, ԿՊ-ի ֆրակցիայի ղեկավարը, որը Միացյալ Նահանգների դեսպան է, 2 ամիս առաջ ասում է Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Կամ էս պաշտպանության նախարարը այն ժամանակվա, որ հիմա դատվում է, ասում է մենք չգիտեինք, որ Թուրքիան կմասնակցի։ Կամ այն ժամանակվա արտգործնախարարի ելույթները ամառվա որ կարդաք, դուք կտենաք, որ այդ մարդիկ մտավոր հետամնացներ են, կամ մտավոր հետամնաց են, կամ այդ մարդիկ դավադրության մասնակից են հայ ժողովրդի դեմ։ Այսինքն այդքան բութ լինել, չհասկանալ, որ բոլորը հասկանում են եւ բաց ասում են եւ իրենք չհասկանան, որ լինելու այդ պատերազմից Բրիտանիան է մասնակցելու։ Պատերազմից առաջ ինձ հարց է հետաքրքրում, Հայաստանի ղեկավարությունը ով է պայմանավորվել բրիտանական կառավարության մի կազմակերպության հետ, որ ականազերծման աշխատանքներ կատարի Արցախի հարավում, որտեղից ադրբեջանական զորքը հետո մուտք գործեց։ Դա պետական դավաճանություն է, պետական հանցագործություն է։ Մինչև հիմա այդ հարցի պատասխանը չկա։ Այսինքն դուք հարցնում եք, մենք ենք մեղավոր եղել, թե ոչ, իհարկե մենք ենք եղել։ Հայաստանում ինչ որ մարդիկ կան, կազմակերպված, որոնք հատուկ այս ամեն ինչը կազմակերպել են միջազգային իրենց գործընկերների հետ։ Իսկ քաղաքական առումով թե մենք ինչ սխալներ են գործել, այդ արդեն այլ խոսակցություն է։ Պարզ չէր, որ հակամարտություն է սկսվել 14 թվականից հետո Ուկրաինայում Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ, պարզ չէր, որ Բրիտանիան 100 միլիարդից այն ժամանակ հիմա մոտ 150 միլիարդի ներդրում է արել Բաքվում, միայն Ադրբեջանում եմ ես ասում, չեմ ասում Միջին Ասիայում եւ այլն, պարզ չէ, որ այդ ուժերը աշխատելու են այդ ուղղությամբ, երբ որ Բոլտոնը գալիս է, պաշտոնապես հայտարարում է 18 թվականին, ասում է Իրանի սահմանը պետք է ազատեք։ Դա նշանակում է, որ այստեղ պետք է քաղաքական որոշումներ ընդունել, կամ այդ վիճակում ճիշտ հաշվարկել, ինչ որ ավելի քիչ բան զիջել, հա, բայց ոչ թե այս վիճակում ընկնել։ Պարոն Դանիելյան, իսկ հիմա եթե ինչ որ մի հրաշքով լինի իշխանափոխություն, այդ քաղաքական գիծը փոխել հնարավոր է, թե արդեն շատ ուշ է։ Իհարկե քաղաքական գիծը փոխել հնարավոր է եւ դրա համար պետք է ճիշտ հաշվարկել ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, հա, Ռուսաստանը ինչ դիրքորոշում ունի, Թուրքիան ինչ դիրքորոշում ունի, Իրանը ինչ դիրքորոշում ունի։ Օրինակ 18 թվականից հետո դուք գիտեք որքան առաջարկներ է եղել Չինաստանի կողմից ներդրումների, որոնք մերժվել են։ Եվս որոշ տվյալների մերժողը հիմա քաղաքապետի տեխնացու է ուզում դառնա, այսինքն ինչ որ այլ երկրի պատվեր է կատարել։ Այստեղ հարյուրավոր միլիոնների ներդրումների մասին է խոսքը, որոնք փակվում էին միանգամից։ Իրանից բազմաթիվ լուրջ առաջարկներ են եղել ռազմական առումով, այստեղ փակվում են։ Եվ էլ բազմաթիվ sense օրինակներ կարող են բերել։ Իհարկե, քաղաքականություն մշակելուց դու հաշվարկում ես իրավիճակը, պրոգնոզներ ես անում, process-ը ուր է գնում եւ տեսնում ես ինչ հնարավորություններ կան։ Օրինակ 24 թիվը կարող է շատ ավելի լուրջ տարի լինի եւ հիմնական զարգացումները Վրաստանում ունեն, որ ազդեցություն ունենա նաեւ մեզ վրա։ Այսինքն միջև այդ մի բան պետք է արվի։ Միջև այդ այն մարդիկ, որոնք մասնավորապես խոսեցին, ականազերծում են թույլ տվել այն տարածքում, որտեղ հետո մտել են բրիտանական կազմակերպությանը, այդ մարդիկ իշխանության չպետք է մնան, որտեղ իրենք անելու են իրենց հաջորդ քայլերը։ Ես կարծում եմ, այս իշխանությունը հիմա քայլեր է կատարում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Թուրքիային հանձնելու համար։ Ուղղակիորեն դա չի ասվում, բայց տրամաբանորեն որ իրար շարենք, ինչա կատարվում, ինչ հայտարարություններ, մենք դա տեսնում ենք։ Հիմա ոնց կարելի է ինչ որ ելքել որոնել
առանց փոխելու այս իշխանությանը, որի նկատմամբ կա խորքային անվստահություն։ Եթե նույնիսկ այդ խորքային անվստահությունը հիմնավորված չի, բայց որ հանրության մի մասը, հատկապես ակտիվ մասը չի վստահում, արդեն մենք ոչ մի բան չենք կարող անել։ Հատկապես որ հիմնավորված է, ինչպես տեսնում եմ ձեր թվարկած փաստերից նաև։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ թեման Երևանն ու Սևանը ադրբեջանական ներկայացնող Բաքվի անգամ օպերային թատրոնն է հայ ճարտարապետ կառուցել։ Հայերն այդ տարածքում ապրել են հազարամյակներ։ Մովսես Խորենացին ու Մովսես Կաղանկատվացին են գրել, որ հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է արևելյան հյուսիսային կողմի մեծ անվանի բազմաբյուր կողմնակալությունը, որի իշխան է նշանակել Սյունիքի իշխանական հարստությունից Առանին։ Նրանից էլ սերվել է առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն է դարձել Արաքսի և Կուրի միջագետքը, հայկական աղվանքը։ Պատմագիր Ղևոնդն էլ 8-րդ դարից է վկայություն թողել աղվանքի հայերի մասին։ Իսկ արդեն որպես արդյունաբերական կենտրոն Բաքվում հայերն զգալի տնտեսական և քաղաքական ներկայություն են ունեցել։ Աբշերոնյան թերակղզում նավթի հանքավայրերի բացահայտումից հետո բնակավայրն սկսել է արագ զարգանալ ու կառուցապատվել։ Ռուսաստանում կրթություն ստացած շատ հայ ճարտարապետներ ևս ներգրավվել են Բաքվի քաղաքաշինությանը։ Ներկա Ադրբեջանի մայրաքաղաքի եվրոպական կերպարը հենց հայ ճարտարապետներն են ստեղծել, փաստում է Ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տերմինասյանը։ Նրան եմ հրավիրել իմ տաղավար Բաքվի հայկական դեմքի մասին խոսելու։ Բարի գալուստ ծրագիր։ Շնորհակալություն, բարի ձեզ։ Հայ անվանի ճարտարապետ Նիկողայոս Բայևը Բաքվի գլխավոր ճարտարապետն է եղել եւ այնտեղ այլ շինությունների թվում կառուցել է նաեւ Մայլովների թատրոնը, որը նույնպես հայկական է եւ այնտեղ հենց Տիգրանյանի Անուշն է բեմադրել, այո 13 թվին շատ ճիշտ է, այո։ Խնդրում եմ ասեք ինչով էր առանձնանում Բայևը, ինչ առանձնահատկություններ է կիրառել Բաքվում, թերևս նաեւ հայկական ճարտարապետությանը բնորոշ։ Շատ հետաքրքիր հարց եք տալի, շատ կարեւոր։ Դա ամենակարկառուն դեմքերից մեկն է։ Այն հայ երիտասարդների թվում էր, որոնք ստացան Ռուսաստանում կրթություն, շատ բարձր կրթություն, մեծ մասը ավարտեցին Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիան կամ քաղաքացիական ինժեներների, ճարտարագետների, ուրեմն ինստիտուտը եւ դարձան փայլուն մասնագետներ, շատ տաղանդավոր երիտասարդներ, կրթված, զինված, ամենանորագույն, այսպես ասած, զինանոցով ճարտարապետական, նրանք եկան, որտեղ մեծագույն հնարավորություններ էին բացվում Բաքվում, ներդրումները շատ էին, քաղաքը պետք է կառուցվեր, պետք է զարգանար եւ քաղաքաշինության հետ մեկտեղ պիտի զարգանար ծավալաշինությունը։ Այդ թվում նաեւ եկավ Նիկողայոս Բայևը, շատ տաղանդավոր մարդ, մեծագույն նորարար, ամեն ինչու, ոչ միայն ճարտարապետությունում։ Նա ուրեմն բացի այդ ուրեմն գեղարվեստական ճարտարապետական հարցերը լուծելուց նա լուծում էր համալիր ճարտարապետությանը վերաբերող բոլոր հարցերը, կոնստրուկցիայի, շինարարության ուրեմն կազմակերպումն է, կարևորագույն բան, որը նա շատ էֆեկտիվ ձևով նա ոնց որ կանխագուշակում էր, կանխատեսնում էր այն ինչ որ պիտի լիներ հետո տասնամյակներ հետո հայտնի գիրք կա շատ լավ եւ շատ ուսանելի, որը ես գտնում եմ որ պետք է թարգմանել տարբեր լեզուներով եւ հրատարակել Էդմոն Տիգրանյանի գրած գիրքը, իդեպ Արմեն Տիգրանյանի Անուշի հեղինակի որդին ճարտարապետ հիանալի մասնագետ, նա գրում է դրա մասին, որ նա նայում էր Բայևը, նայում էր հերուները եւ նա տեսնում էր այն, որ հետո միայն պիտի լիներ։ Դա ուղղակի նոր տեխնոլոգիաների ներդնում էր։ Իբրև առաջադեմ ճարտարապետ։ Այո, շատ առաջադեմ, շատ հերուն նայող, շատ հասկացող, հիանալի փայլուն մասնագետ։ Նաեւ լանդշաֆտն էր հարմարեցնում, ճիշտ է։ Լանդշաֆտը չի, ավելի շուտ շինությունն էր հարմարեցնում ներդաշնակում լանդշաֆտի հետ, որը շատ կարեւոր էր, դա այդ հայկական ճարտարապետության կարևոր մի հիմունքներից կոմպոզիցիոն հորինվածքային հիմունքներից մեկն էր, որը նրանք օգտագործում էին հայ ճարտարապետները, ոչ միայն Բայևը։ Բայևը եղավ 11-ից 18 թվականները Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Այդ ժամանակ այ հենց Մայոլով եղբայրները, այո, 7 տարի, դա քիչ չի, դա մեծ ժամանակաշրջան է, եւ հենց այդ ժամանակ նա ներդրեց ոչ միայն իր ճարտարապետական գաղափարները, որոնք փայլուն էին, հիանալի ճարտարապետ էր, այլ նաեւ կոնստրուկտորական եւ
շինարարական տեխնոլոգիայի տեսակետից։ Մայիլով եղբայրներն էլ թատրոնը բացեցին։ Այո, նրանք բացեցին թատրոնը, որի հայկական, այո, հենց հայկական թե ընդհանրապես Բաքվում թատրոն։ Բայց հայերին իրենք հաստատ չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ Մայիլյանները իհարկե հայեր էին, իհարկե, բայց նրանք ես չեմ կարծում, որ նրանք ուզում էին զուտ հայկական թատրոն։ Դա պիտի լիներ ընդհանրապես թատրոն, քաղաքի կարելի ասել գլխավոր թատրոնն էր դա երբ այն ժամանակ չէին էլ մտածում, ասենք Ադրբեջան պետության մասին, էլի, դա բազմազգ իրենց բնակավայրն է եւ պետք է ունենա թատրոն։ Այնտեղ կոսը հայերի մյուս ազգությունների այնքան մեծ էր, որ նույնիսկ խոսք չէր գնում ազգության մասին, ադրբեջանցիների մասին, դե պարզ է նրանք էլ էին ապրում, բայց ուզում եմ ասեմ, չէր դրվում ազգային խնդիրը, դրվում էր մշակույթի զարգացման խնդիրը։ Շատ հետաքրքիր է Հովհաննես Քաջազնունին, որ նույնպես այնտեղ հայկական եկեղեցի է կառուցել, հա, մեր առաջին վարչապետը։ Առաջին վարչապետը, դա էլ շատ հետաքրքիր է։ Հիմա վերջացնենք Բայևի արածը։ Հենց այնտեղ այն որ հետո կոչվեց շինարարության կազմակերպումը ինդուստրիալ ձևերով, նա այնտեղ կիրառել է հենց Մայիլովների թատրոնը։ Դա շատ կարևոր խնդիր է։ Բացի նրանից, որ դա շքեղ շենք է, եթե դուք նայում եք հենց հին լուսանկարները կան, հիմա կա, նա դեռ կա։ Հուսամ որ կա, չեմ կարծում որ այդպեսի շենքը կարծեմ, որտեղ դա քանդեմ, որտեղ դա պատմական շատ կարևոր շենքն է, եւ իրենց քաղաքի այցետոմսերից մեկն է, իրենց պատմական կենտրոնը։ Իսկ Քաջազնունին երբ է այնտեղ աշխատել, վարչապետ լինելուց առաջ, հետո։ Չէ, առաջ, հա։ Նա ուրեմն Բայևա ուրեմն տեսեք ինչ է արել, նա կմախք է ստեղծել թեթև բլոկներից, քարե բլոկներից ուրեմն կմախքն է թատրոնի արել, որը եւ նրանց արանքները լցրել է բետոնով։ Այսինքն դա այն ժամանակ շատ նորարարական մի տեխնոլոգիա է եղել, լրիվ նոր։ Եվ դա անելուց հետո միջարկային ծածկեր արել է բետոնից, վերևում մետաղյա ֆերմա է արել։ Եվ այդ շատ, այսինքն այդ հզոր, մասիվ, զանգվածային շենքի պատի բարակությունը եղել է ընդամենը 40 սանտիմետր։ Տեսեք ինչ առաջադիմություն։ Բացի դրանից այդ փայլուն տրամաբանական ձևով կառուցած ուրեմն աշխատանքների այդ ուրեմն կազմակերպումը բերել է նրան, որ այդ հզոր շենքը կառուցվել է 9 ամսում։ Մինչև օրս չլսված ուղակի ժամկետ շինարարության համար։ Այն էլ այդպիսի շենք էին, որը հագեցած է եւ դեկորատիվ շատ գեղեցիկ հարդարանքով եւ մեծ է տաղեղնաձև բացվածքը, ապակիները, գունագեղ շատ հետաքրքիր մանրամասները, գեղարվեստական արտահայտչամիջոցները եւ ներսը կարեւոր եղել է փայլուն ակուստիկա, այսինքն թատրոնի համար շատ կարեւոր մի բան, դա եղել է գոգավոր շուրտված խեցու տեսքով ինտերիերը, պատկերացնում եք ինչ է եղել եւ շատ գեղեցիկ եւ փայլուն ակուստիկայով։ Այսինքն եւ դա այդ բոլորը արել է Բայևը։ Բացի դրանից Բայևը ուրիշ բաներ է, շատ բաներ է արել, բացի նրանից, որ գլխավոր ճարտարապետ լինելով նա բնականաբար քաղաքաշինական հարցեր է լուծել նշանավոր թաղամաս կա հայերի Արմենիքենտ, հա, մենք այդպես ենք լսել, այդ Արմենիքենտը կոչվել է հենց Բայևի անունով, որտեղ նա է ստեղծել, նա է մշակել, ձևավորել եւ այլն։ Եվ նա արել է նույնպես էլի կանխատեսել է փայլուն մի կոչվում է լողավազանի համալիր, բայց դա համալիր մի մեծ շինություն է, որը եւ առողջարան է եւ լողավազան է եւ բազմաթիվ ուրեմն շինությունների ծավալների մի համալիր է, որոնք էլի տեսեք ինչպեսի առաջադիմական մտածողություն։ Այդ բոլոր ծավալները համախմբված են բաշխիչ մի նախասրահի շուրջ։ Այսինքն մի ընդհանուր տեղից մարդիկ արդեն գնում են ժամանցի սենյակներ, ռեստորան, սրճարան, լողավազան, այդ բոլորը եղել է մի մեծ համալիր, պատկերացրեք թե դա ինչ է եղել։ Հիմիկվա ժամանակակից կարծես հորինվածք։ Իհարկե, եւ ասում եմ կարեւոր է եւ նրա այդ տեխնոլոգիաների ներդրումներն են եւ այդ արած շատ հետաքրքիր լուծումները ծավալաշինական, այսինքն կոնկրետ շենքերի լուծումներն են շատ հետաքրքիր եղել։ Նա զարմանալի ընդհանրապես եւ կարծում եմ միջև վերջ չգնահատված ճարտարապետ է, որտեղ նա եղել է ուղղակի առաջադիմական, բառից բուն իմաստով բոլոր տեսակետներից։ Վախենում եմ ասել, չգիտեմ, կարծեմ Երևանում, որտեղ նա հետո ապրել է Երևանում։ Հիմա վերադառնանք Քաջազնունուն, այսինքն անդրադառնանք Քաջազնունուն, որը շատ կարևոր դեմք է ոչ միայն որպես ճարտարապետ, այլ հայ ազգի համար առաջին անկախ ուրեմն հանրապետության առաջին վարչապետը, որը եղել է փայլուն կրթություն ստացած մարդ եւ շատ լավ, շատ տաղանդավոր ճարտարապետ, նա էլ է ավարտել Պետերբուրգում
էլի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտն է ավարտել եւ էլի զինված գիտելիքներով նրանք նոր ոճեր այդ ռուսական նոր դասականությունը մոդեռնը, որը շատ տարածված էր այն ժամանակ ամբողջ աշխարհում այդ բոլոր ոճերը փայլուն իմանալով եւ լինելով հայ եւ օգտագործելով նաեւ հայկական հետաքրքիր հորինվածքային հմտությունները նա գնալ է գնում Բաքու եւ համարյա իսկույն նոր ավարտի երիտասարդն այնտեղ սկսում է աշխատել այնց կարևոր հիմնարկներում հիմա անունները դժվարանում եմ ասել մեկը ինչ որ քաղաքացիական վարչություն թե քաղաքային վարչության շինարարական բաժնում է աշխատում այսինքն կարևոր գործանում հետո եղել է ինչ որ նավթարդյունաբերողների խորհրդի ինչ որ խորհուրդ որտեղ նույնպես ինքը ավագ ճարտարապետ է որպես աշխատել եւ կառուցել է բազմաթիվ շենքեր բնակելի առողջական կրթական եւ այլն այդպիսի ոչ մեծ ասենք նախագծեր արել բայց հետո հայտարարվել է մրցույթ հայկական եկեղեցու Սուրբ Բարթողմեոս եւ Թադևոս եկեղեցու մրցույթը, որին մասնակցել են ճարտարապետներ Մոսկվայից, Պետերբուրգից, տարբեր տեղերից, հաղթել են դա եղել է ուրեմն 1899 եւ 1907 թվականներին մրցույթներ են հայտարարվել, հաղթել են ի վերջո ուրեմն Գաբրիել Տեր-Միքելյանը եւ Ալեքսանդր Ռոտինյանը, բայց նրանց նախագիծը չի կառուցվել տվել են առաջնությունը Քաջազնունու նախագծին եւ 1909 թվականին արել այդ նախագծին 11 թվականին սկսվել է շինարարությունը բայց այստեղ շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել որ նա Քաջազնունին շուտով մեկնել է Բաքվից գնացել է եւ այդ շինարարությունը ավարտել է Բայևը նույն Բայևը որը չգիտես ինչ չափով է մասնակցել միջոցներով է դա բարերարների միջոցներով թե իհարկե Բաքվում գործել չէ ես կարծում եմ բարերարների այն ժամանակ պետական դժվար լինել միջոցները իսկ Բաքվում եղել են հայկական բարեգործական ինչ որ մի քանի ընկերություններ նաեւ միլիոնատեր հայեր որոնց առանձնատները եւս նշված ճարտարապետները կառուցել են Միրզաբեկյանների առանձնատունը հենց դեռ Սարգիսը Վարդան Սարգիսյան այդպիսի ճարտարապետ էլ կար Բաքվում մեր հայ ճարտարապետներից որը ունեցել է շատ մեծ համարում շատ հայտնի է Յուզբաշյանների տունը Գաբրիելյանը Տեր Գաբրիելյանը Գաբրիել Տեր-Միքելյանը Գաբրիել Տեր-Միքելյանն է կառուցել իսկ Սարգիսովը կառուցել է Միրզաբեկյանների շենքերը եւ այնտեղ այնպիսի հնարանքներ է արել որ դա ուղղակի ճարտարապետության պատմության մեջ է կարելի ասել մտել որովհետեւ տեսեք Միրզաբեկյանների համար նա կառուցել է 7 հարկանի շենք բայց դա եղել է նո եկամտաբեր որ կոչվում էին այդ շենքերից վարձով տրվող այո նա եղել է այնպիսի ուրեմն միջավայրում որտեղ բոլոր շենքերը ցած են եղել բայց պատվիրատուին պետք է եղել այդպիսի շենք եւ տեսեք նա ինչ հնարամտություններ է արել նա վերցրել է այդ հզոր շենքի ճակատային մասը մասնատել է խոշոր ռելիեֆային հորինվածքներով այնպես որ նա ավելի ցածր է թվացել ներքևը ռուստապատ է արել այսինքն խոշոր քարերով անկիսամշակված քարերով է շարվածքը արել եւ դա որպես հիմք է հանդիսացել մնացած հարկերի համար, ասենք 3-4 հարկա դրանից վեր բարձրացել, արդեն ցածր թվացել շենքը։ Բացի դրանից վերջին 7-րդ հարկը նա դրել է մեծ հզոր քիվի վրայից ատիկ հարկ դա կոչվում է, այդտեղ է դրել եւ բացի դրանից արել է շատ հետաքրքիր ուրեմն այդպես ժանյակաձև բազրիկներով պատշգամբներ, որոնք հորիզոնական շարքեր են կազմել եւ քիվի հետ միասին, նրանք շենքը ոնց որ լայնացրել են եւ ցածրացրել են եւ դա այնպիսի հմտությամբ է արել, ուրեմն նա շուշեցի էր իմիջայլոց ծնվել էր Ծակումով Շուշեցի էր եւ ծնվել էր Շուշիում ու փաստորեն երկու զինանոց ուներ եւ Պետերբուրգի կրթությունը եւ Շուշին, որը էլի մշակութային հզոր այսպես ասած միջավայր էր եւ այդ բոլորով զինված ուրեմն եւ ազգային բաներն էր անում եւ անում էր շատ հետաքրքիր ուրեմն ժամանակակից լուծումներ այդ դասական ոճերը նա օգտագործում էր լրիվ նորովի Այսինքն ոչ մեկը չի կրկնել ոչ մի բան։ Բաքվի ֆիլհարմոնիայի շենքը նույնպես Միքելյանն է կառուցել, եթե չեմ սխալվում։ Կառուցածն է, այո, դա եղել է հասարակական ակումբ։ Մեկ ասում են հասարակական ակումբի ամառային դահլիճ։
ու հասարակական ակումբի շենք։ Այ այնտեղ Տեր Միքելյանը օգտագործել է հայկական հետաքրքիր հնարանքներ մեր ճարտարապետությանը շատ հատուկ, այսինքն լանդշաֆտային մոտեցում, կապը բնության հետ, որտեղ շենքը նա դրել է, դրված է եղել, պիտի դրվեր բարձունքի վրա, եւ նա այնպես է արել, որ այդ շենքը դառնա քաղաքաստեղծ, այսինքն շուրջը նա հավաքի, որ ամբողջ միջավայրը եւ ամբողջ շենքը լուծած է շատ այնօր դասականությամբ, բայց բոլորովին նորովի մոտեցմամբ։ Եվ այնտեղ երկու աշտարակներ արված, որոնք քաղաքի ուրվագիծն են շատ գեղեցկացնում եւ այդ հատվածը շատ գեղեցիկ ցույց են տալի, դա էլ կարեւոր է։ Ու այստեղ պետք է հիշել, որ հայ ճարտարապետները բոլոր մանրամասներով, թե դեկորատիվ հարդարանքի, թե ասենք նույն բայևը արել է Սաբունչի նշանավոր երկաթգծի կայանը, որը Բաքվի կենտրոնում է, այն ժամանակ, քանի որ դա նավթարդարաբերության կենտրոն էր շատ կարևոր եւ բարձր երկաթգծի կարիք կար, բայց դա բոլորովին նոր բան էր։ Ոչ ոք այդտեղ ոչինչ չէր կառուցել։ Նա ամբողջ վերցրել է իր վրա, բայևը էլի լինելով շատ նորարարական մոտեցումով մի մարդ, նա առաջինը փաստորեն կառուցել է ամբողջ, ոչ միայն Բաքվի կենտրոնում գտնվող կայարանը, այլ բոլոր կայանները, չգիտեմ, դեպոն, բոլոր այրությունները, որոնք պետք էին ֆունկցիոնալ տեսակետից երկաթգծի կայանին, բայց Բաքվի այդ շենքը կառուցված է զարմանալի ձևով, արևելան ձևով եւ շատ նորարարական եւ այդ սլաքաձև մեծ մուտքը եւ աշտարակները սիմետրիկ լուծած եւ անկյունում դրած մեծ երկարակտարակ, որը մինարետ է հիշեցնում, որովհետեւ ի վերջո Բաքու էր, դա արևելք էր եւ այնտեղ եկողը առաջինը որ շենքն էր տեսնում, Կայարանի շենքը երկաթգծով եկած մարդը եւ նա ուրեմն այդ ստեղծել է փաստորեն այդ արևելան շատ հետաքրքիր ոճը, այո, ոճը մեր հայ ճարտարապետներից շատերը օգտագործելով եւ հայկական ժողովրդական ճարտարապետության ինչ որ տարեր կարողացել են ստեղծել մի նոր ոճ, որի կրողը դարձավ հետո Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու քաղաքը, որտեղ դա նոր, բայց ազգային ոճ էր։ Այդտեղ հաշվի էր առած թե բնական շինանյութը, որից կառուցվում են շենքերը, թե կլիմայի առանձնահատկությունները, ծովի արկայությունը եւ այլն, թե իհարկե ժողովրդական մտածողությունը, պատկերացումները, ինչպես միշտ դա ճարտարապետության մեջ լինում է, դա շատ կարևոր է, որ ճարտարապետությունը համահունչ լինի տվյալ վայրին բոլոր տեսակետներից եւ նրանք ստեղծել են այդ ոճը։ Պետք է ասել նույն Սարգիսովը, Վարդան Սարգսյանը, նա նաեւ աշխատել է կայացմանն է նպաստել ադրբեջանական ճարտարապետական կրթության, որտեղ նա դասավանդել է ինչպես եւ շատերը մեր ճարտարապետներից։ Եվ այս ամենի մասին պատմող թերևս միայն մի գիրք կա, Տիգրանյանի գիրքը, որը ընդամենը 500 տպաքանակով եւ միայն հայերեն է տպվել։ Մի անգամային իրավացի եկավ, մենք շատ մտածում ենք դրա մասին։ Անթույլատրելի մի բան է։ Այո, ես ուզում եմ վերցնել ինձ վրա գոնե, ասենք ռուսերեն թարգմանությունը, որտեղ շատ-շատերը ռուսերեն դա կկարդան։ Բայց դա պետք է ինստիտուցիոնալ մի բան լինի եւ գերմաներ, իհարկե։ Եվ լինի շատ ոչ 500 օրինակ։ Իհարկե, դա ժամանակին իմիջիայլոց այս ժամանակ էլ հրատարակվել, այդ ժամանակ նախարար էր Նարեկ Սարգսյանը եւ նրա միջնորդությամբ եւ ֆինանսական աջակցությամբ քաղաքաշինության նախարարության այդ գիրքը հրատարակվել է, բայց քիչ տպականակով։ Հուսանք այս հաղորդումից հետո այո, ես ուզում որ արո կլինեն բարերարներ, կլինեն մարդիկ, որ կհասկանան այս գիրքը հիմա ունի ռազմավարական նշանակություն։ Եվ իհարկե պետք է լինի համապատասխան շատ լավ մասնագիտական թարգմանություն, որտեղ եթե ինչ որ մի բան անեն եւ հակառակ էֆեկտը տա, դա իհարկե սխալ է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Վերջում պարադոքս Օսկար Ուայլդից. միշտ ներեք ձեր թշնամիներին, ասում է, ոչինչ նրանց ավելի չի բարկացնում։ Եթերում երկիր պարադոքսներ, ես Աննա Բալյանը, պինդ մնացեք։